Երևանի տրանսպորտի վարորդների մասնակցությամբ վեճերի մասին լուրերն առավել հաճախակի են դարձել։ Վերջին դեպքն առավել թարմ է։ Բռնության է ենթարկվել 31 համարի ավտոբուսի վարորդը։ Իրականում այս խնդիրն ավելի խորքային է, քան առանձին վարորդի եւ ուղևորի միջև վեճը։ Նախնական խոսակցություն է եղել ավտոբուսի հետևի դուռը բացել չբացելու հարցի հետ կապված, այն պարագայում, որ այնտեղ հստակ նշված է, որ դռնից է պետք մուտք գործել եւ որից իջնել, վարորդը առաջ կատարել է իր պարտավորությունները շարունակել է երթևեկել։ Վիճաբանությունն այստեղ չի ավարտվել։ Երկու քաղաքացիները փորձել են վրեժ խնդիր լինել ծեծելով վարորդին։ Օգնության հասած մյուս վարորդի նկատմամբ եւս բռնություն է կիրառվել։ Ծանր մարմնական վնասվածքներով տուժած վարորդին տեղափոխել են հիվանդանոց։ Նա կողոսկրի թոքի վնասվածք է ստացել։ Հաղորդում է տրվել անձնագործության մասին, երկու քաղաքացիների ունեցած ինֆորմացիայով ձերբակալվել են։ Սա առաջին դեպքը չէ, որ առանց այդ էլ երևանյան դժվար ընթաց երթևեկության կիզակետում գտնվող վարորդը բռնության է ենթարկվում։ Այս տարի արդեն այդպիսի մի քանի դեպք է եղել։ Օրինակ 38 համարի ավտոբուսի վարորդին վեճի ժամանակ դանակահարել էր մեկ այլ ավտոմեքենայի վարորդ։ Եվս մեկ ակնառու դեպք էլ 97 համարի ավտոբուսում էր եղել, երբ վարորդի եւ ուղևորի միջև վեճ էր սկսվել ուղևորց տալու հորդորից հետո։ Ուժեղ անձրև էր դուրսը։ Դպրոցական երեխուն վարորդը ինա ուզում է իջացնի։ Հավատացեք, հենց մեկը ես ընկել եմ վիճաբանության մեջ։ Այդ 150 դրամը, որը հաճախ դառնում է վիճաբանության պատճառ, ոչ միշտ է, որ վճարում են մարդիկ։ Վարորդները լինում է հետևի դուռը փակ են պահում, որպեսզի ժողովուրդը առաջանա։ Վարորդների շրջանում եւս հակասություն կար։ Մի մասը պնդեց, թե հաճախ խնդիր է լինում վալիդատորների հետ, մյուսները հերքեցին։ Իսկ քաղաքացիները փաստում են, որ նման դեպքերում վարորդները հորդորում են ուղևորին վճարել սահմանված ուղևորցը։ Փաստորեն վարորդը, որն առանց այն էլ պարտավոր է զգոն հետևել ճանապարհին, ստանձնում է եւս մեկ պարտավորություն՝ հետևել քաղաքացիներին, որպեսզի ուղևորները վճարում կատարեն։ Այսինքն ամեն դեպքում վերահսկողական պատասխանատվություն կա ձեր վրա, դուք հետևում եք ով է վճարում։ Այո։ Փորձագետներն ասում են, որ վարորդը աշխատանքային պայմանագրով սահմանված հստակ գործառույթ ունի, որոնց մեջ պետք է ներառվի նաև ուղևորների պատշաճ տեղափոխումը։ Մենք պիտի հասկանանք, թե արդյոք վարորդը իր աշխատանքային գործառույթը չի իրականացրել, թե եթե մենք նայում ենք աշխատանքային իրավունքների տեսանկյունից, թե օրինակ իրեն պարտադրված է, որ ինքը հետևի ուղևորցի վճարումներին։ Վճարման վերահսկողությունը լիարժեք չի կարող դրվել վարորդի վրա, հատկապես տեխնիկական խնդիրների առկայության պայմաններում։ Մասնագետներն ասում են, որ ոչ մի աշխատող պետք է չհայտնվի միջադեպի էպիկենտրոնում, այն պատճառով, որ գործատուն անբավարար համակարգ է ներդրել։ Հասմիկ Անտոնյան, ժամը լիատվական։